Սիրիական բանակը քրդական ուժերին դուրս է մղել երկրի հյուսիսից, գրում է միջազգային մամուլը, սիրիական կառավարական ուժերը գրավել են այն տարածքները, որոնք քրդական ուժերը վերահսկում էին 10 տարի։ Վերջերս հակամարտող կողմերը հրադադարի համաձայնագիր էին ստորագրել, սակայն դրանից հետո էլ մարտերը շարունակվել են։ Քրդերի կողմից կառավարվող սիրիական դեմոկրատական ուժերի տեղական ղեկավար Շեֆգեր Քոբանի. Մենք կատարում ենք մեր ղեկավարության հրամանը, ոչ թե մեզ վրա հարձակվեցին Դեյր Զորում եւ մենք պարտվեցինք, ոչ, այդպես չէ։ Մենք դուրս եկանք տարածքից եւ դա է ամբողջը։ Մեր տարհանումը հիմնված է մեր ղեկավարության հրահանգների վրա։ Հիմա մենք պատրաստ ենք պաշտպանելու եւ գրավելու ցանկացած վայր եւ չենք լքի մեր տարածքները։ Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ սիրիական բանակը եւ նրա դաշնակիցները գրավել են Հալեպի, Ռաքայի եւ Դեր Զորի նահանգների զգալի մասը եւ վերահսկողություն են հաստատել Եփրատ գետի 2 հիդրոէլեկտրակայանների նկատմամբ։ Հունվարի սկզբին Սիրիայի ամենամեծ քաղաքում Հալեպում մարտեր բռնկվեցին կառավարական ուժերի, այդ թվում նախկին իսլամիստների եւ քրդերի գլխավորած սիրիական դեմոկրատական ուժերի միջև։ 2 օր առաջ սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը հաղորդեց, որ սիրիական բանակը հատել է Եփրատ գետը։ Նույն օրը Սիրիայի կառավարությունը հայտարարեց քրդերի գլխավորած սիրիական դեմոկրատական ուժերի հետ հրադադարի համաձայնագիր ստորագրելու մասին։ Այդ օրը երկրում ցնծություն էր տիրում, կառավարության կողմնակիցները տոնում էին հաշտության համաձայնագիրի օրը։ Ռաքայի բնակիչ Խալաֆ Ալ-Սադուն. Մենք շնորհակալ ենք Աստծուց, որ ազատագրեց մեզ այդ հանցավոր քրդական ուժերից։ Ամեն ինչ սուտ է եղել, մեր կյանքը նրանց հետ վերջին 9 տարում սուտ է եղել։ Նրանք չգիտեն, թե ինչ է ժողովրդավարությունը։ Համաձայնագրի հաջորդ օրը, սակայն սիրիական դեմոկրատական ուժերը հայտարարեցին, որ Դամասկոսի հետ դաշնակից խմբավորումները շարունակում են հարձակվել իրենց վրա։ Նույն օրը Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարան հայտարարեց, որ մտադիր է հանդիպելու քրդերի հրամանատար Մազլում Աբդիի հետ։ Հանդիպումը սակայն ձախողվեց եւ Աբդին հեռացավ Դամասկոսից։ Դրանից հետո կողմերը կրկին սկսել են ուժեր կուտակել։ Արաբական որոշ աղբյուրներ գրում են, որ Դամասկոսում քրդերի հրամանատարի առաջ անվերապահ կապիտուլյացիայի պահանջ է դրվել, ինչը եւ դարձել է բանակցությունների տապալման պատճառ։ Փորձագետները գրում են, որ ստեղծված իրավիճակում որևէ խաղաղ լուծում այլևս չի սպասվում։ Քրդերը զանգվածաբար սկսել են զինվել։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ալ-Շարայի հետ։ Դրանք ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության եւ անկախության պահպանման կարեւորությունը։ Այս թեմայով Սիրիայի ղեկավարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա իր կառավարության անդամների համար որոշ պարզաբանումներ է արել։ Այն, ինչ պետք է անել հիմա, էապես պարզ է։ Հետաձգումը, դիմադրությունը եւ ժամանակ շահելը տարբեր պատրվակների հետևում թաքնվելով ոչ մեկին օգուտ չեն տա։ Մեր տարածաշրջանում ահաբեկչության դարաշրջանն ամբողջությամբ ավարտվել է։ Հրադադարի եւ լիարժեք ինտեգրման համաձայնագրի պահանջները պետք է արագ կատարվեն եւ ոչ ոք չպետք է կրկնի նույն սխալը։ Վերջին օրերին Սիրիայում ակտիվացել է իսլամական պետությունը, դա պայմանավորված է նաեւ նրանով, որ սիրիական կառավարական ուժերը Ալ-Շադադի բանտից ազատ են արձակել խմբավորման մի շարք անդամների։ Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Թուրքիայի քրդերը պատրաստվում են Իրաքի տարածքով Սիրիա անցնել եւ աջակցել իրենց ազգակիցներին։ Վերլուծելով իրավիճակը, որոշ փորձագետներ պնդում են, որ այնինչ վերջին օրերին կատարվում է Սիրիայում Վաշինգտոն, Անկարա, Դամասկոս պայմանավորվածությունների ու շահերի շրջանակում է։ Շատ փորձագետներ կարծում են, որ Միացյալ Նահանգներին այլևս պետք չեն Սիրիայի քրդերը։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։